Ժողովուրդը գրում է. վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։ Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլևս անտանելի է։ Դժգոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ իրենց գործի քաղաքականացված եւ անարդյունավետ դարձած բնույթից։ Ոստիկանները հաճախ ստիպված են գործել ոչ թե մասնագիտական պարտականություններից ելնելով, այլ քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում արված գրառումների կամ նույնիսկ ուղարկված հրահանգային հաղորդագրությունների հիման վրա։ Նման պայմաններում ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են համակարգից հեռանալու տարբերակը։ Իրավունքը գրում է. ՔՊԱ-ականները մտերմիկ շրջապատում 3 հայտարարել են, որ կաթողիկոսի հարցերը լուծվելու է այս ամիս։ Արշավի առաջին ռաունդը նախատեսված է Հովհաննավանքում։ Պրոբնի հավաքվելու են հոկտեմբերի 26-ին այնտեղ ի աջակցություն կարգալույծ եղած հոգևորական Ստեփան Ասատրյանի։ Մտերիմների մոտ Նիկոլի պլանը գաղտնազերծում են ՔՊԱ-ականները։ Հրապարակը գրում է. Մայր աթոռը 3 կարգալույց հռչակեց մատնիչ Տեր Արամ Քահանա Ասատրյանին։ Տեր Արամն Հովհաննավան համայնքում գտնվող Հովհաննավանք եկեղեցու հոգևոր հովիվն էր։ Թերթին պատմել են, որ վերջին օրերին թերևս իմանալով եկեղեցու մտադրությունների մասին իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկի։ Կանանցից մեկը ընդհուպ անեծքներ է տեղացել ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույծ անեն, տանելու է իր տանը թորներին պսակի։ Բայց փոխարինող քահանային անիծելուց հետո տունդարձի ճանապարհին այդ կինն ընկել է ոտքը կոտրել եւ վիրահատության ենթարկվել։ Իրավունքը գրում է. իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ վաղարշաբթի ընտրություններում ԿՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին Արգիշտի Մեխակյանին դարձնելու է պարզապես խաղության նոխազ։ Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի Հանրապետություն կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որն ագրեսիվ ելույթներով է հանդես գալիս ընդդեմ ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեվորականության։ Այս ուղղությամբ ըստ էության Արգիշտի Մեխակյանը չի արդարացնում Փաշինյան Նիկոլի սպասումները։ Միևնույն ժամանակ հեչ Նիկոլավարի չի լինի Արցախի ազատագրողներից Մեխակ Մեխակյանի որդուն քաղաքապետ դարձնելը։ Ուստի իշխանությունը ժպտալու է Արգիշտիի դեմքին, բայց տակից սատարելու է Հարություն Մկրտչյանին։ Նույն աղբյուրներն ասում են, որ բոլորը սա հասկացել են։ Միայն Արգիշտին է ինչ-որ պատրանքներով ապրում, թե հեսա քաղաքապետ է դառնալու։ Հրապարակը գրում է. ԱԺ փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաև իշխանական թիմում։ Ասում են արդյունքը միացնում ես Ռուբինյանն է խոսում ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը շեֆի մոտ ցուցադրեր իր արժանինքները եւ բարձր ամբիոնից շշփրեր քաղաքական օպոնենտներին, ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաև այդ հարցում։ Ընդ որում ԿՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին, նա 11-րդն էր։ Ուստի ԿՊ-ում կարծում են, որ նա այլևս չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան։ Օրինակ Հայկ Կոնջորյանի Լիլիթ Մակունցի։ Ասում են Փաշինյան ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակի։ Կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է։ Հրապարակը գրում է. երեկ ԿՊ-ն մերժեց ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը, որով ներկայացրել էր պատիվ ունեմ խմբակցությունը, եւ որը կարճ ասած իմպիչմենտի հիմքերի մասին նախագիծն է։ Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել։ Իսկ ԱԺ նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպահ ձայն։